Տիկին Խամոյան, պատիվ ունեմ խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, Հայաստան խմբակցությունը աջակցում է հանրապետականների թեկնածուին, դրա մասին էր Սեյրան Օհանյանի հայտարարությունը։ Պարոն Օհանյանը շատ հստակ հայտարարել է, որ այո, մենք արձանագրում ենք, որ ՀԿ գործադիր մարմնի կոչով պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին, ստանձնելով գործընթացի քաղաքական պատասխանատվություն, իդեպ տեքստի մեջ նաև ասվում էր որպես հավելում իմ կողմից, որ այդ գործընթացը պետք է անհապաղ իրականացվի, եւ Հայաստան խմբակցությունը հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը ապահովելու պակասող 28 պատգամավորների ստորագրությունները ողջամիտ ժամկետներում ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար եւ հավելյալ քննարկումների համար մենք պատրաստ ենք նաեւ հանդիպում ունենալ պատիվ ունեմի մեր գործընկերների հետ։ Կարծում եմ մեր հայտարարության մեջ եւ նաեւ պարոն Օհանյանի այսօր տարածած պարզաբանման մեջ, եթե կարելի է այդպես ձևակերպել, ամեն ինչ հստակ ասված է։ Այսինքն Հայաստանի պատգամավորները կստորագրեն առանց ասելու բերեք են պակաս ստորագրությունները նոր մենք միանանք, հա, ճիշտ եմ ասում։ Ես կարծում եմ, որ հայտարարությունը շատ հստակ է։ Հիմա ես ձևակերպեմ իմ բառերով։ Ասում է, որ Հայաստան խմբակցությունը հավատարիմ լինելով իր նախկին հայտարարությանը վերահաստատում է, որ պատրաստ է պակասող 28 ձայները տալ, իսկ հավելյալ քննարկումների համար իր պատրաստակամությունն է հանդիպել եւ քննարկում ունենալ պատիվ մեր գործընկերների հետ։ Բոլոր այն 8 ձայները լինի, մենք նոր միանանք։ Հիմա որ նախկին դիրքորոշմանն է խաղումանում, դա նշանակում է, որ միջև 8 ստորագրություն չլինի, Հայաստանի 28 պատգամավորները չեն ստորագրի, ճիշտ։ Ես կարծում եմ, որ պակասող 28 ձայներ ձևակերպումը շատ կարևոր է, բայց նաև պարոն Օհանյանի այսօրվա հայտարարության մեջ կա նոր միտք ըստ էության, որ հավելյալ քննարկումների համար պատրաստ ենք հանդիպման։ Դուք կարծում եք Դավիթ Համբարձումյանը լավագույն թեկնածուն է։ Ես անկեղծ ասած Դավիթ Համբարձումյանին անձամբ չեմ ճանաչում։ Ձեզ համար անակնկալ էր, թե այնուհանդերձ ընդդիմադիր խմբակցությունը մինչև հայտարարել է ձեզ հետ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը անձամբ ինձ համար այո անակնկալ էր։ Եվ ինչ է կարծում հաջողության հասնելու է այս նախաձեռնությունը։ Ես չեմ կարող գնահատականներ տալ։ Մի կողմ կդնեք տարաձայնությունները եւ կաշխատեք Այս իշխանությունների հեռացման համար մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի տարաձայնություններ մի կողմ դնելու համար, բայց մյուս կողմից մեզ համար անընդունելի է Հայաստան խմբակցությանը, Հայաստան Դաշինքին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին որևէ գործընթացով կամ որևէ գործընթացի անվան տակ թիրախավորելը եւ փորձել վարկաբեկելը։ Շնորհակալ եմ։ Եվ մեկ հարցել Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ ինքը այսուհետ Քոչարյանի մասին խոսելուց ասել է կաշառակեր, որովհետև նա դատարանում համաձայնել է ժամկետի այդ բան վաղեմության ժամկետով հրաժարվել եւ ըստ էության ընդունել է, որ ինքը կաշառք է վերցրել։ Նիկոլ Փաշինյանը անգրագետ հայտարարությունն է արել, վաղեմության ժամկետով գործի կարճումը չի նշանակում մեղավորության ճանաչում, ինչը չի կարելի ասել օրինակ Նիկոլ Փաշինյանի մասին։ Դուք գիտեք, որ մարտի 1-ի դեպքերի հետ կապված Նիկոլ Փաշինյանը ազատ է արձակվել համաներմամբ, իսկ համաներումը դա ներողություն եմ խնդրում Նարեկ ջան, իսկ համաներումը դա իրավական ուժի մեջ մտած վճիռ է, որով փաստացի մարդը, երբ որ համաձայնվում է համաներման, ընդունում է մեղքի իր բաժինը։ Դուք հիմա կարող եք մեկնաբանություններ անել, բայց ես ձեզ մի զուգահեռ եմ ուզում, ես զուգահեռ եմ ուզում, օրինակ նայեք այդ ճանապարհով թող պայքարեր արդարության։ Ես կպատասխանեմ այդ հարցն եւ կգնամ։ Օրինակ նայեք Շանթ Հարությունյանը եւս այդպիսի հնարավորություն ունեցել է, բայց ինքը հրաժարվել է համաներմամբ ազատ արձակվելու, որովհետեւ փաստացի, երբ որ մարդը օրինական ուժի մեջ մտած վճռի պայմաններում համաձայնվում է ազատ արձակվելու, ինքը ընդունում է մեղքի իր բաժինը։ Իսկ պարոն Քոչարյանի մասով, գիտեք, այդ վաղեմության ժամկետը դեռևս մայիս ամսին ինքը կարող էր օգտվել դրանից, բայց այդ իրադարձությունները այսպես կոչված, երբ որ վաղեմության ժամկետը կիրառվեց, տեղի ունեցել դեկտեմբեր ամսին։ Հիմա եթե այդ սկզբունքով ցանկանար իսկապես վաղեմության ժամկետով ազատվել եւ կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ձևակերպում ընդունել իր մեղքը, ի՞նչն էր խանգարում այդքան ամիս մտածել։ Ես պարզապես չեմ կարողանում հասկանալ, ես չեմ կարողանում հասկանալ։ Համար ինչու չպայքարեց։ Իմ նիստը վերջացավ արդեն։
Այսինքն դուք այս հարցին Նիկոլ պատասխան Փաշինյանը, ես ասեցի ձեր ինչու հարցին։ միջև վերջ պայքարեց արտարանալու համար դատարանի վճռով, պարոն Քոչարյան։ Պայքարելու է, ինքը Նա արդեն այդ մասով համաձայնվել է դրան, որովհետև բուժման գնալու խնդիր ուներ, իսկ դատարան համարում է։ Դավիթ Համբարձումյանը, Դավիթ Համբարձումյանը, Տիկին Խամոյան, չեք կարծում, որ խնդրահարույց եք տալիս։ Ես տեխնացուին անձամբ չեմ ուսումնասիրել, մեր հայտարարությունն էլ կարծում եմ շատ հստակ է։